Ողջունում եմ ձեզ հարգելի հետևորդներ, 2026-ի մեր առաջին թողարկումն է, կրկին անգամ շնորհավորում եմ տոների կապակցությամբ, մաղթում եմ մեր երկրին բարեկեցություն, խաղաղություն։ Այսօր տաղավարում մեր հյուրն է պատմաբան Գագիկ Համբարյանը, բարև ձեզ պարոն Համբարյան, շնորհակալ եմ այս տոնական օրերին մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շատ շնորհակալ, որ այս տարվա առաջին հյուրը ես եմ։ Շնորհակալություն, պարոն Համբարյան, խոսենք առաջիկա ընտրություններից, մեր երկիրը կանգնած է լրջագույն իրադարձության շեմին, պատրաստվում են բոլորը, պատրաստվում է իշխանությունը, սա ակնհայտ է եւ սա կենաց մահու կռիվ է նաեւ իշխանության համար, եթե չխտացնեմ գույները, դա իսկապես այդպես է։ Պատրաստվում են նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը, մենք արդեն լսել ենք որոշակի հայտարարություններ այս կամ այն քաղաքական ուժից, ուրվագծվում են այդ ուժերի վարչապետի թեկնածուները, հայտարարվում են անուններ եւ այլն։ Ձեր կարծիքով ինչպիսի ֆորմատն է ավելի նպատակահարմար առաջիկա ընտրություններին, կհաջողվի արդյոք ընդդիմությանը որոշակիորեն միասնական ճակատ ձևավորել, թեև ես գիտեմ նախորդ բոլոր փորձերից, որ ամբիցիաները միշտ է խանգարել, այնուամենայնիվ ինչպիսի ֆորմատն է, որ հնարավոր կլինի հասնել, չգիտեմ, իշխանափոխության ընտրությունների ճանապարհով։ Եթե դա իհարկե հնարավոր է, եթե չեք բացառում, որ հնարավոր է իշխանափոխություն ընտրական եղանակով։ Այ սկսենք հենց այդ հարցից, դուք շատ ճիշտ նշեցիք, որ իշխանությունների համար սա կենաց մահու կռիվ է, որովհետև Նիկոլ Անհողը գործում է դասական հանցագործի տեսանկյունից, այսինքն ինքը այս տարիների ընթացքում այնքան հանցագործություններ է գործել Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի առաջ, որ ինքը առաջնորդվում է դասական հանցագործի տեսակետից։ Չկա զոհ, չկա հանցագործություն։ Իր պարագայում սկզբունքը հետևյալն է. կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանի Հանրապետությունը պետք է չլինի։ Սա է, որովհետև ինքը շատ լավ գիտի։ Ինքը ինչքան ուզում է հիմա իր ընտրազանգվածին կամ հանրության լայն շերտերին փորձի խաբել, որ ինքը խաղաղություն է բերել, որ Արցախյան պատերազմը դա նախկինների պատճառով է, նախկիններն էին ծախել, ինքը եկավ իր նման, ինչպես իր երկրպագուներն են ասում, հարիֆը ինչ աներ, թեգուզև նույն այս ունեցվածքի վերադասավորումները, սրանք բոլորը հանցագործություններ են, որը ինքը անում է կոպտորեն խախտելով եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, իդեպ նաեւ նշեմ եկեղեցու թեմարշավը, որը բացահայտ Սահմանադրության տաբալման ձև է Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ եկեղեցին եւ իր իշխանությունը դրանք տարանջատված են Սահմանադրության համապատասխան ուրեմն կեդով եւ ինքը որևէ իրավունք չուներ, ամեն դեպքում այստեղ խնդիրը հետեւյալն է, որ իր համար այո սա կենաց մահու կռիվ է եւ շատ դեպքերում ցավով պետք է արձանագրենք, որ հենց իշխանությունների կողմից հանրությանը այն թեզն է կերակրվում, որ միևնույն է Նիկոլը հաղթելու է։ Սա անում են հենց իրենք դիդավորյալ, որբիսի ապաթիա եւ թերհավատություն մտցնեն հանրության լայն շերտերի մոտ։ Իրականում այո, Նիկոլ Անհողը եւ ձեռնտու է մյուս կողմից ցածր մասնակցությունը, որբիսի այո, այդ ապաթիկ տրամադրությունները մարդկանց չտանի ինքնատեղամասել։ Հենց դա է ուզում ասել, որ Նիկոլ Անհողը եւ իր դավաճանավողմակը պատրաստեն ամեն ձևաչափով կեղծել ընտրությունները։ Ամեն ձևաչափով, որը իրենք ստացել են նախորդ իշխանություններից, այդ կեղծման ձևերը գիտեք, օրինական ձևով կեղծվում էին ընտրությունները, օրինակ ասենք, մենք Շիրակի մարզում ենք ապրում, դուք ինքներդ էլ լավ գիտեք, ասենք նույն 17 թվականին, քանի հազար ջավախահայեր, ովքեր ունեին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ովքեր գրանցված էին, ասենք նույն Գյումրիի համապատասխան թաղամասերում, Շիրակի մարզի, Աշոտքի եւ Արմասիայի տարածաշրջանի հյուսիսային գյուղերում ընտրության օրը հայտնվում են այստեղ, ընտրություն են կատարում, հետո ուրեմն այդ գյուղերը, որոնք ամայի են գրեթե մարդ չկա այդտեղ, դառնում են մեգապոլիսներ այդ օրը։ Ընտրության արդյունքներից մենք գիտենք, որ 99% քվեարկում է հօգուտ գործող իշխանությունների, թողնում գնում են կրկին իրենց հայրենիք։ Էլ չասեմ, որ նույն ձևաչափով ասենք թե վարչական ռեսուրսն է կիրառվում, մարդկանց են գրանցում, հետո նայում են թե այդ մարդը եկել է ընտրության թե ոչ։ Շատ բանակը
շատ լավ գիտեք բանակը ինչ ծերի է մասնակցում ընտրություններին բոլոր ժամանակներում։ Հիմա հասկանանք մյուս կողմից ինչ ունենք։ Հիմա խնդիրը այս իշխանությունների մեկն է՝ բարձր մասնակցությունը։ Այդ բարձր մասնակցությունը ամբողջությամբ խափանում է այս իշխանությունների ծրագրերը։ Դուք հիշեք վերջի թիմ ընտրությունները Գյումրիում։ Իհարկե ես բազմից եմ նշել, որ թիմը եւ համապետական ընտրությունները դրանք տարբեր բաներ են, բայց ամեն դեպքում բարձր մասնակցությունը խափանում է գործող իշխանությունների պլանները։ Բերեք չմոռանանք, որ նույն Սարիգը հարցազրույց էր տվել եւ ասել էր, եթե մեր կանխատեսումները իրականանային, մենք 50%-ից ավել կստանայինք։ Հիմա այստեղ կանխատեսումը հետևյալն էր։ Եթե իրենք կանխատեսում էին, որ ընտրություններին պետք է մասնակցի 35,000 ընտրող, 17,000-ից մի փոքր ավել, 15,000-ից մի փոքր ավել իրենք էին, չէ՞, ցայն հավաքել։ Գումարած դրան նաև ցածր մասնակցության պարագայում պրոեվրոպական այդ ընդդիմադիրները կանցնեին մեխանիկորեն եւ իհարկե կլիներ այն ինչ եղավ, ասենք թե Երևանի ընտրությունների ժամանակ։ Հասկացաք, չէ՞, այսինքն կանխատեսում չկար այդտեղ, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Իրենք մտածել էին, որ ասենք կմասնակցի, ասենք թե 30-35,000 ընտրող համապատասխան ցայների բաշխման պարագայում իրենք կստանան համապատասխան ցայներ եւ 50% կամ 50%-ին մոտ ցայներ հավաքելով եւս մեկ կուսակցության հետ, որը ցածր մասնակցության պարագայում անպայման կընդգրկվեր ավագանի, իրենք կստանային պարզ մեծամասնություն եւ Գյումրեցի ընտրողը խափանեց նրանց այդ ծրագիրը։ Հիմա իրանք ինչ արեցին դրանից հետո։ Տեղի ունեցավ վաղաշաբաթի ընտրությունները։ Շատ լավ գիտակցելով, որ վաղաշաբաթում պետք է պարտվեն 17 գյուղ, ինչքան հիշում եմ, կպցրեցին վաղաշաբաթ համայնքին եւ գյուղերի միջոցով կարողացան ստանալ, էնել իդեպ նշեմ, պարզ մեծամասնություն իրանք չեն ստացել, 48.5%, նշեմ, որ վաղաշաբաթի ընտրություններից ընդամենը 2 օր հետո կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Անհողը շատ պարզ ֆորմուլա ասեց ինձ համար լեգիտիմ եւ պարզ մեծամասնությունը համարվում է 50% + 1%։ Դա ճիշտն է, բայց այստեղ խնդիրը դեպալն է, ցավով պետք է արձանագրենք, որ նախորդ իշխանությունները, չգիտես ինչից դրտվելով որոշեցին փոխել ընտրական օրենսգիրքը եւ գիտեք չէ իրանք ուրիշ ինչ որ նոր հայտնագործություն չէին արել Սերժ Սարգսյանի ժամանակ ընդունված այդ այլանդակ օրենսգիրքը դա ֆաշիստական Իտալիայում ընդունված օրենսգիրքն է Բենիտո Մուսոլինիի կողմից այդ տոնթի բանած է որ ասում են այդտեղ ես չգիտեմ իրանք ինչ են այդ տոնթին նշում, իրանք երևի ամաչում էին նշեն, որ այդ օրենքը նրանք copy-paste են արել եւ գողացել են ֆաշիստական Իտալիայից։ Երբ որ ասենք 35% ծայրեր ստացած քաղաքական ուժը կարող է նվերների միջոցով, բոնուսների միջոցով ստանալ 51% ծայն։ Հասկանում եք, չէ՞։ Եվ դա ամբողջությամբ դուրը եկել է Նիկոլի, որովհետև ինքը դրանով միշտ փորձելու է եւ փորձում է վերարտադրվել։ Դե Նիկոլը գիտեք, ինքը ամոթ չունի։ Ինքը որ իրեն ասում է, որ ինքը, ասենք, ժողովրդավարության կողմնագիծ, ասենք ժողովրդավարության կողմնագիծը երբեք ավագանի չի գողանա, ինչպես արեցին, ասենք, Ալավերդիում կամ Ախուրյան համայնքում։ Ինքը չի փորձի, ասենք, ընդրված քաղաքապետին բանդարգել, ինչպես արեցին Վանաձորում լուսավոր Հայաստան կուսակցության միջոցով Էդմոնի, որը հիմա ընդդիմադիր է խաղում, էլի, ընդդիմադիր է դարձել։ Այն որ պատերազմից հետո հլուն ազան ծառայում էր Նիկոլ Անհողին, գումարած նրան էլ իր թիմագիծներին մցրել էր սոցապ բաժիններում պետեր, այդ բոլորը մոռացել են։ Հիմա ինքը ընդդիմադիր է։ Եվ հիմա խնդիրը հետևյալն է։ Ես գտնում եմ, որ Նիկոլին հնարավոր է հաղթել մեկ պարագայում, շատ բարձր մասնակցության պարագայում, այն էլ կրկնում եմ, քաղաքներում։ Ես չեմ ուզում գյուղ քաղաք տարանջադում մտցնել, որտեղ ես բոլորին հարգում եմ։ Ես չեմ սիրում գեղցիներին, բայց ես շատ հարգում եմ գյուղացիներին։ Բայց մենք պետք է օբյեկտիվորեն ընդունենք մեկ ու շատ տխուր հանգամանք գյուղերում բոլոր իշխանությունների օրոք եւ հատկապես Նիկոլի օրոք շատ հեշտ է ուղղորդել ընտրողներին։ Բերեք չմոռանանք նաեւ նախկինների օրոք։ Արտիկում, Գյումրիում պարտվում էին, այո, պարտվում էին, գյուղերում հաղթում էին։ Հիմա Նիկոլը նախկինների այդ
փորձը շատ մեծ ուրախությամբ ընտորինակել է, շատ մեծ ուրախությամբ։ Ճիշտ է, նախկիները իրենց թույլ չէին տալիս, ասենք, Գյումրիին կպցնեին մի 35 հատ գյուղ, որպեսզի ինչ-որ ձևաչափով լղոզեին ընտրության արդյունքները, բայց Նիկոլիցը դել սպասել։ Պարոն Համբարյան, եկեք հասկանանք ինչ անելիք ունի այս պարագայում ընդդիմությունը, որովհետև 2026-ը սովորական ընտրություններ չեն, կարևոր ընտրություններ են մեր երկրի համար։ Վերջին հաշվով մենք այլևս ռեսուրս էլ չունի մեր երկիրը հերթական փորձություններին դիմակայելու համար։ Եվ ուրեմն ընդդիմությունը պիտի հասկանա ինչպես, ոնց, ինչ ճանապարհով, ինչ է անելու առհասարակ։ Ամենաառաջինը պետք է ընդդիմությունը նախ նշեն, որ Նիկոլը շատ մեծ ձեռքբերում ունեցավ այս 7 տարիների ընթացքում, հատկապես վերջին 5 տարում, եւ որ նրան հաջողվեց ուղղակիորեն մարգինալացնել ընդդիմադիր դաշտը։ Ինքը նախքին ներգա խաղը առաջ տանելով նախ այդ ժողովրդի կողմից նախկիների նկատմամբ ունեցած հակակրանքը հմտորեն օգտագործեց եւ երկրորդը ու ամենակարևորը թույլ չտվեց, որպեսզի ընդդիմադիր դաշտում շատ երկար տարիներ ձևավորվի այլ քաղաքական ուժ կամ ուժեր։ Տեսակ Սամվել Կարապետյանը հենց խաղի մեջ մտավ, նույն րոպեին բանդարկեց, նույն րոպեին շինծու մեղադրանքով։ Ասենք, տեսնում եք, 2-3 օր առաջ մի հատ դասական անասուն, խնդրում եմ այս իմ բառերը չհանեք հանգարց, դասական անասուն, Գառնի գյուղում, այո, ասում ես քարը վերցնենք, ջարդել էլ չէ, սատկացնել։ Այսինքն մարդը բացահայտ մեթոդն է ներկայացնում, թե ինչպես սպանել կաթողիկոսին ու Հայաստանի իրավապահ համակարգը մինչև հիմա ուսումնասիրում է։ Բայց երբ որ ասենք մարդն ասում է մեր ձևով, Նիկոլի իրավապահ համակարգը Նիկոլից ավելի Նիկոլ լինելով, եթե թույլ տային իրենք կապացուցեին, որ ասենք Սամվել Կարապետյանն է մեղավոր, ասենք 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ամերիկյան դեպքերի համար։ Ասենք այդ երկակի ստանդարտները, որոնք կան հիմա Հայաստանի Հանրապետությունում, շարունակում են գործել։ Խնդիրը հետևյալն է. նախ ընդդիմադիր դաշտում պարտադիր պետք է ձևավորվեն այլ քաղաքական ուժեր, որոնք ոչ պետք է կապ ունենան նախկինների հետ, ոչ էլ պետք է կապ ունենան, ասենք թե նույն Նիկոլից անջատված ընդդիմադիրների։ Որպեսզի այն հենարանը չլինի նախկիններ կա սև սպիտակ, ու այդ հենարանի շնորհիվ նորից իշխանությունը կարողանա։ Երկրորդը պետք է շատ գրագետ լինել, որ նույն ընդդիմադիր դաշտում ոչ թե մի քանի մեծ քանակությամբ ուժերի մասին է խոսքը, եթե ասում եմ մի քանի, պատկերացրեք, ասենք 10։ Պետք չէ, որովհետև այդ պարագայում տեղի կունենա ընդդիմադիր դաշտի ձայների փոշիացում, այլ պետք է մի 3 խոշոր ընդդիմադիր բևեռներ ձևավորվեն, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ընտրությունը կատարեն։ Ես կտրականապես դեմ եմ, որ ասում են ընդդիմությունը պետք է մեկ ֆրոնտով հանդես գա, ոչ, որովհետև ընդդիմադիրների մեջ էլ կան խնդիրներ, օրինակ, ասենք, Ռոբերտ Քոչարյանին ընտրող զանգվածը կարող է դեմ լինի Սերժ Սարգսյանին։ Կարող է չէ, այս վերջին շրջանում այնքան է սրվել, որ վստահաբար դեմ կլինի։ Դե ես օրինակ եմ բերում։ Նույնը հագարակը, ասենք Սամվել Կարապետյանին ընտրողները դեմ են, կարող են դեմ լինել եւ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Ինչու՞ չէ, նաեւ հիմա ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս ՀԱԿ-ը, որի ընտրողները եւս կտրականապես դեմ են եւ երկրորդի եւ երրորդ նախագահին եւ Սամվել Կարապետյանին։ Իրանք ունեն իրենց ուրեմն ընտրողները։ Հիմա խնդիրը հետեւյալն է, որ ընդդիմադիր դաշտում ես օրինակ գտնում եմ, որ պետք է 3 լավագույն դեպքում 4 բևեռներ հանդես գան, որպեսզի կարողանան գոնե անցողիկ շենին մոտ ձայներ հավաքեն եւ չփոշիացնեն ընդդիմության ձայները։ Իսկ իշխանությունները իհարկե ամեն ինչ անելու են, որպեսզի բացի իրենցից, որովհետև իրենք ռեսուրս ունեն եւ ես նոր պատական չնշեցի, բանակը, ուժային կառույցները, դրանք բոլորը գրեթե իրենց ձայներն են։ Իրենք մեթոդները ունեն վերահսկելու, թե բանակը ինչպես է ընտրում, ուժային կառույցների ներկայացուցիչները կամ իրավապահ համակարգի ներկայացուցիչները ինչպես են ընտրում։ Այստեղ խնդիրը հետեւյալն է, որ նաև Նիկոլը փորձելու է իր պրոքսիները ներմուծել ընդդիմադիր դաշտում։ Օրինակ Արամ Զավենի Սարգսյան,
որը կարող է իրեն թույլ տալ ընդդիմադիր դիրքերից հանդես գալ, հետո դառնալ Նիկոլի ուրեմն քաղաքական ուժի հենարանը։ Վառ օրինակը Երևանի ավագանու ընտրությունները եւ դրանից հետո տեղի ունեցած այդ դասավորումները, որովհետեւ Տիգրան Ավինյանը հիմնականում քաղաքապետ է ընտրվել ի շնորհիվ Արամ Զավենի Սարգսյանի քաղաքական ուժի։ Ճիշտ է, այստեղ նաեւ բերեք չմոռանանք, որ Դոգի եւս ավագանիները, որոնք իբր թե չմասնակցեցին ընտրություններին, բայց լեգիտիմացրեցին գործընթացը, որբիսի ուրեմն քվորումը կայանա։ Նույնը պետք է լիներ նաև վաղարշապատում, բայց ի պատիվ գոնե վաղարշապացիների այդ թյուրիմացությունը, որը ստերջացումը սերդաջունից չէր տարբերում, չմտավ ավագանի, հա։ Ամեն դեպքում խնդիրը հետևյալն է, որ նույն Արման Բաբաջանյանը դա 99.9% Նիկոլին սատարող, բայց իրեն ընդդիմադիր դիրքերից ներկայացնող անձ է եւ իր թիմը։ Ես անկեղծ եմ ասում, ես չեմ հավատում նաեւ Էդմոն Մարուկյանին, որը հիմա թունդ ընդդիմադիր է խաղում, բայց ասենք պատերազմից հետո արդակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնի եւ սոցիալ ոլորտում իր թիմագիստերին խցկելու համար գնաց մտավ Նիկոլի տակ, ել չասեմ Վանաձորի ընտրություններից հետո իր քաղաքական ուժի կազմակերպած այդ ուրեմն խայդարագությունները, որ Վանաձորը մինչև հիմա ընտրված, ավագանու կողմից ընտրված քաղաքապետ չունի։ Եթե փորենք ցավալիորեն Հայաստանում չկա կենսագրություն ունեցող մարդ կամ շատ քիչ է մնացել ցավալիորեն, որոնց տակ ինչ-որ բան չլինի թաքնված, բայց 2026-ը այդ մասին չէ։ Կստացվի արդյոք այդ ամեն ինչը մի կողմ դնել ու կարողանալ այդ ճակատները ձևավորել։ Ինձ թվում է պետք է որ ստացվի, եթե ընդդիմությունը իրոք ուզում է հաղթել, եթե ընդդիմությունը իրոք մտածում է Հայաստանի Հանրապետության ապագայի մասին, իսկ ես հուսով եմ, որ նրանք շատ լավ պատկերացնում են, թե Նիկոլի վերընտրվելը ինչ աղետալի հետևանքներ է ունենալու Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի համար, իրենք պետք է մի կողմ դնեն իրենց ամբիցիաները եւ ընդունեն այն ստատուս քվոն, որը կա հանրության մեջ ձևավորված, եւ դա նրանց պարտությունն է։ Դա նրանց պարտությունն է, որ նույն ընդդիմադիրները ներկայիս, երբ որ ժամանակին իշխանություն էին եւ ունեին լծակներ ազդելու հանրային կարծիքի վրա, իրանք ոչ թե ազդում էին նույն Նիկոլին թիրախավորելու համար, այլ մեկը մյուսին էին վարկաբեկում։ Այս սա է նաև ընդդիմադիր դաշտում գոյություն ունեցող ֆիգուրների խնդիրը, որ նույն Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ամեն ինչ արվեց Ռոբերտ Քոչարյանին դև որպես ներկայացնելու։ Բազմաթիվ սդեր եւ կեղծիքներ տարածվում էին երկրորդ նախագահի հասցեին, հենց նույն իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցների շնորհիվ եւ միջոցով։ Այս օբյեկտիվ փաստը մենք պետք է ընդունենք։ Եվ խնդիրը հետևյալն է, որ այդ ամեն ինչը հաշվի առնելով մենք պետք է հասկանանք, որ մենք ունենք այս հասարակությունը։ Այո, ցավոք սրտի, մեր հասարակությունը քաղաքականապես անկրագետ է, տառապում է պատմական ամնեզիայով եւ այնքան շրջահայաց չէ, որ ասենք, երբ որ իրեն խափում են խաղաղությունով, ինքը չի ասում, հələ բեր, հələ մի հատ բացեմ ադրբեջանական կայքերը տեսեմ, իրանք էլ մեր պես խաղաղության մասին մտածում են, ուզում են մեզ հետ խաղաղություն ունենալ, խաղաղ ապրել։ Այս սրանք անդրադառնանք մի հարց հասարակությանը վերաբերող, ես իմ վերլուծություններից մեկը նվիրել եմ դրան, որ կա կամ լսում ենք հաճախ այսպիսի կարծիք, Նիկոլին փոխենք ամեն ինչ իր տեղը կգնի, Նիկոլը գնա ամեն ինչ կարգավորվի, Նիկոլը գնա հետո կորոշենք ինչ անենք եւ այլն։ Նիկոլի գնալը արդյոք լուծում է, եթե մենք ունենք այն հասարակությունը, որը ունենք, որովհետև յուրաքանչյուր նոր եկողի
Հասարակությունը շնորհելու է այն ամեն ինչով, ինչը շնորհեց Փաշինյանին։ 2018-ը պատմական շանս էր երկրում իսկապես իրավիճակ փոխելու, բայց հանրությունը տվեց քարտ բլանշ անելու այնպես վարվելու իշխանության հետ այնպես, ինչպես նպատակահարմար կլինի իշխանության համար։ Հետևաբար փոխվում է իշխանությունը, վաղը գալիս է մեկ ուրիշը։ Հասարակությունը, եթե չի փոխվում մտածողությունը, եթե հասարակությունը չի զգում իրեն սեփականատեր, հետևաբար ինքը նույն կերպ, նույն վարքագծով շնորհելու է հաջորդ իշխանությանը, արա այնպես, ինչպես նպատակահարմար կլինի։ Նայեք, խնդիրը որն է։ Մեր ընդդիմությունը պետք է վերջապես մտնի ժողովրդի մեջ։ Ուզենք թե չուզենք, ասենք նույն ընդդիմությունը պետք է գնա գյուղ առ գյուղ եւ մարդկանց բացատրի, որ հարգելի հայրենագիցներ, եթե դուք ուզում եք օրինակ Թուրքիայի հետ բարեկամություն, մի հատ դուք պատկերացնում եք, ասենք ձեր աբագան ինչպիսին պետք է լինի։ Օրինակ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները, եւ որ ասում են կարգավորենք հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ձեզ ներկայացրել են ձեր լոլիկը, ձեր վարունգը, ձեր բադրջանը, ձեր ծիրանը, գյուղ մթերքը, դուք ինչպես եք վաճառելու նույնիսկ հայաստանյան շուկայում, որովհետև Թուրքիայի համար հիմա գիտեք, չէ, թուրքերը ցեղասպանությունները կազմակերպում են վադագույն դեպքում յաթաղաններով, ճակերտավոր ասած։ Հիմա 21-րդ դարն է։ Հիմա դոլարային էքսպանսիա, տնտեսական էքսպանսիա։ Դուք պատկերացնում եք Հայաստանի Հանրապետության առանց այդել թույլ տնտեսությունը Թուրքիան ինչպես է կուլ տալու։ Դուք պատկերացնում եք, հարգելի Արմինե, ասենք թուրք բիզնեսմենները, որոնք կապ ունեն թուրքական կառավարության հետ, ինչ սուբսիդիաներ են ստանալու, ասենք հայաստանյան գյուղատնտեսությունը ոչնչացնելու համար։ Ասենք Թուրքիայի կառավարությունը ասելու է, կանչելու է մի հատ Ահմեդի, ասի ուրեմն ես քեզ սուբսիդիա եմ տալիս 2 տարի։ Դու լոլիկը ինչքան որ արտադրում ես, ինչքան որ քո վրա նստում է, դու այդ լոլիկը Հայաստանում վաճառելու ես 200 դրամով։ Ես քո բոլոր վնասները փոխհատուցելու եմ։ Այդ թուրք գործարարը այդ լոլիկը բերելու է Հայաստանի Հանրապետություն, վաճառելու է, մեր ժողովուրդը չեք տեսնում ինչ է անում։ Ադրբեջանական բենզինը բերել վաճառում են, ասում է ինչ կարևոր է Ադրբեջանը էժան է, ադրբեջանականը էժան է, չհասկանալով որ այդ էժան բենզինը գնելով մենք հովանավորում ենք Ադրբեջանի ռազմական բյուջեն։ Մեր հասարակությունը, ասենք, չի հասկանում, որ կամ պետական եւ ազգային շահեր, որոնք վեր են ամեն ինչից։ Ձեզ կընդդիմախոսենք, ասեն մենք չենք կարող մշտապես փակ սահմաններով ապրել։ Բայց ով է ասել, որ մենք մինչև հիմա փակ սահմաններով ենք լրիվ ապրել։ Ով է ասել։ Մենք Թուրքիայի հետ ամեն տարի ունեցել ենք առևտուր։ Բանի միջոցով, Վրաստանի տարածքով, տարբեր տվյալներով տարեկան առևտուրը հասել է 300-ից մինչև 600 միլիոն ամերիկյան դոլար։ Բայց խնդիրը հետևյալն է, որ մինչև հիմա գոնե սեփական արտադրողի ուրեմն շահերը պաշտպանելու համար համապատասխան տնտեսվարող այդ տնտեսական ուրեմն սանկցիաներ են։ Սանկցիան որն է? Տնտեսական ինչ որ թե խոչընդոտներ են դրվել Թուրքիայից ներկրվող սննդամթերքի պահով։ Ես համոզված եմ, թող մեր գյուղացիները, հատկապես Արարատյան դաշտավայրի գյուղացիները, մի հատ գործող իշխանություններին ասեն, օրինակ Նիկոլ Վովայևիչ կամ Փրգիչ, ինչպես իրենք են շատ դեպքերում սիրում ասել, դու օրինակ մեր շահերը պաշտպանելու համար, օրինակ Թուրքիայից ներկրվող լոլիկի պահով ինչ մեթոդներ ես կիրառելու։ Եթե մենք վերցնենք այն տնտեսական քաղաքականությունը, որը որտեղրել է Հայաստանի Հանրապետությունը, այսինքն բոլորի դեմ մենք մեր շուկան բացում ենք, կամ մրցակցություն։ Այդպես աշխարհի բոլոր երկրները, եթե իրենց շուկաները բացեն բոլորի դեմ, առաջին տեղում կհայտնվի Չինաստանը, որովհետև ինքը ունի ամենաէժան աշխատուժը եւ չինական ապրանքները կարող են ուղղակիորեն ոչնչացնել, ասենք թե ամերիկյան շուկան, եվրոպական շուկան եւ այլ երկրների շուկաները։ Առաջիկա ընտրություններին, այո, Փաշինյանը պիտի շեշտը դնի բաց սահմանների վրա, որ տեսեք հիմա հայ-թուրքական սահմանի
պահով է հայտարարություններ արում եւ խաղաղության վրա։ Պիտի ասի խաղաղություն, բարեկեցություն, տեսեք ադրբեջանական բենզինն է գալիս շուտով Թուրքիայից, էս կգա, այն կգա, մենք պիտի ապրենք բաց սահմաններով, մենք չենք կարող այսպես եւ իհարկե առաջին հերթին պիտի խոսի խաղաղության մասին։ Նախկինները կգան պատերազմ կբերեն, որը չափազանց կեղծ թեզ է ու որևէ քննադատության չի դիմանում, բայց այո հասարակությանը հրամցնելու է։ Որպես պատմաբան կարող եմ նշեմ հետեւյալը. խաղաղություն մուրացողը ավելի մեծ աղետներ ու պատերազմ է բերում իր երկրին, քան այն քաղաքական լիդերը, որը փորձում է հավասարը հավասարին բանակցել իր հագարագործի կամ թշնամու հետ։ Սա ֆորմուլա է։ Դու երբեք խաղաղություն մուրալով չես բերում խաղաղություն, որտեղ դիմացինը այդ անընդհատ խաղաղություն մուրալը դիտարկում է որպես թուլություն եւ քծնանք իր նկատմամբ դրա բոլոր հետևանքներով։ Հետաքրքիր է, մեր հասարակությունը օրինակ իրեն հարց տվել է Նիկոլի վերարտադրվելը ում է պետք եւ դրա գինը ով է վճարելու։ Այսօրվա դրությամբ մեր հասարակությանն եմ դիմում, հարգելի հայրենագիտներ, Նիկոլի վերարտադրելը ոչ թե ձեզ է պետք, որպես թեգուզ եւ մեր հանրության ինչ որ մի մասի ուրեմն կուրկ, այլ պետք է թուրք-ադրբեջանական տանդեմին, որտեղ Նիկոլ ուղղակի նվեր է Թուրքիա եւ Ադրբեջանի համար, որտեղ Նիկոլը անում է այն ամենը, նույնիսկ ֆանտաստիկայի ժանրին մոտ, որի մասին Թուրքիան ու Ադրբեջանը չէին էլ երազում, ուղղակիորեն նույնիսկ չէին էլ երազում։ Այսինքն Նիկոլի վերարտադրվելը Հայաստանի Հանրապետությունում առաջնայինը պետք է թուրք-ադրբեջանական տանդեմին։ Եվ այս խաղաղությունը, որը կա հիմա սահմանին, ոչ թե նրանից է, որ 2008 թվականի, կներեք 25 թվականի օգոստոսի 8-ին ստորագրվեց ինչ որ թե տրիպի համաձայնագիրը կամ խաղաղության նախահամաձայնագիրը, այլ պետք է նրա համար, որ Նիկոլը վերարտադրվի, բայց միևնույն ժամանակ որքան էլ Նիկոլը շատ անհրաժեշտ լինի թուրք-ադրբեջանական տանդեմին, այս խաղաղությունը, որը կա սահմանին, թուրք-ադրբեջանական տանդեմը ծախելու է Նիկոլին։ Իսկ Նիկոլը դա իր գրբանի չի տալու, ինչ որ X գումար։ Դա անելու է Հայաստանի Հանրապետության տարածքների շահերից դուրս գալով։ Եվ դա արդեն չի էլ քննարկվում։ Օրինակ, տալու է Մեղրիի միջանցքը։ Այն, որ այդ տրիպի համաձայնագիրը միջանցք է, դա արդեն ինձ համար բացարձակ նորություն չէ։ Եվ վերջին ադրբեջանական կողմի հայտարարությունները պարտավորությունների վերաբերյալ Հայաստանը պարտավորություն։ Ես հիմա մեկ առ մեկ նշեմ, որ մեր հանրությունը հասկանա, որ այստեղ հարցը իմ ընդդիմադիր լինելը չէ։ Ես ընդամենը հիմա փաստերն եմ արձանագրում։ Ստորագրվեց 2025 թվականի օգոստոսի 8-ին, այսպես կոչված Տրամպի ճանապարհի մասին համաձայնագիր։ Հարց Մեր հասարակությունը իրան հարց տալիս է, օրինակ Ադրբեջանի տարածքով անցնող լոգիստիկ այդ հանգույցներ, այսինքն երկաթուղի, ավտոմոբիլային ճանապարհ, ապագայում նաև գազամուղ, նավթամուղ, բարձրավոլտ էլեկտրական լարեր։ Ինչու պետք է Ադրբեջանը վերահսկի, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնողը ինչ որ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն։ Դուք արդեն հասկացաք, չէ՞ որ այստեղ նույն նժարին արդեն մենք չենք։ Ադրբեջանը իր տարածքով անցնող բոլոր ենթակառուցվածքները սեփական ինքն է վերահսկում։ Իսկ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնողը ինչ որ հայ-ամերիկյան։ Մենք արդեն հասկանում ենք, որ այստեղ ոչ մի հայ-ամերիկյանը չկա։ Այստեղ կա կոնկրետ ամերիկա-իսրայելական ուրեմն ներկայություն։ Երկրորդը 2025 թվականի օգոստոսի 8-ին այդ պայմանագիրը որ ստորագրվեց, ամերիկյան մի քանի լրատվամիջոցներ, հատուկ եմ նշում, ամերիկյան, կոնկրետ Axios-ը, հատուկ նշեց, որ այդ տրիպի ճանապարհի, այդ Տրամպի ուղու պայմանագրի մեջ կա կետ, որի համաձայն, ուրեմն Հայաստանի տարածքով անցող այդ 40 կիլոմետր ճանապարհից ստացված օգուտը բաժանվելու է հետևյալ կերպ, ուշադիր, 30% Հայաստանին, 30% Ադրբեջանին, 40% Ամերիկայի Միացյալ Նահանգներին։
Այն պարագայում, երբ որ Ադրբեջանի տարածքով անցնող ենթակառուցվածքներից ստացված ամբողջ օգուտը 100%-ով գնում է Ադրբեջանի պետական բյուջե։ Հիմա հարց. լավ, եթե ընդունենք, որ ձևավորում է հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն, Ադրբեջանին այդ տարածքով անցնող, ասենք, երկաթուղուց ստացած օգուտի 30%-ը ինչի համար են տալիս։ Սա գիտեք ինչն է։ Ուրեմն 2025 թվականի փետրվար ամսին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից վերահսկվող, իսկ ավելի ճիշտ է ասել, Ադրբեջանի նախագահի դստերը Լեյլա Ալիևային պատկանող Բաքու TV կայքը հրաբարակեց 5 նոր նախապայման, որը պաշտոնական Բաքուն դրել է Նիկոլի առաջ։ Դրանք են Հայաստանի տարածքով Միչանսկի տրամադրումը, որը արդեն այդ տրիպի պայմանագրով տրամադրված է, երկրորդը 30 տարվա օկուպացիայի փոխհատուցումը։ Հիմա հասկանում եք, որ սա չի ասում ես փոխհատուցելու եմ Ադրբեջանին այսպես կոչված 30 տարվա օկուպացիան։ Սա Հայաստանի տարածքով անցնող տրանսպորտից օգտվող կամպանիաներից ստացվող գումարի 30% Ադրբեջանին նվիրելով փոխհատուցում է այդ վնասը։ Երրորդը հայկական բանակի թուլացումը։ Մենք նայում ենք, որ այսինքն ես մի փոքր առաջնելով ասեմ, որ մեր հասարակությունը շատ սխալ կարծիք ունի Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության հնարավորությունների մասին այս տարածաշրջանում։ Նախ, մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ կապիտուլացված, պարտված երկիրը երբեք ասող չէ։ Այդ մեկ։ Երկրորդը, այս տարածաշրջանում ասողները շատ են, որի մեջ Հայաստանը ցավոք չի մտնում, որովհետև մենք պարտվելուց հետո ոչ թե բանակցային սեղանի շուրջն ենք, այլ վրան ենք։ Մեր հարցերը լուծվում են Բաքվում, Անկարայում, Մոսկվայում, Բրուսելում, Փարիզում, Լոնդոնում ու Վաշինգտոնում, բայց ոչ Երևանում։ Հիմա մենք որ ասում ենք խաղաղություն է եկել, մեզ էլ պետք չէ շատ զենք գնել, մեզ պետք չէ ունենալ, ասենք, երկար ծառայությամբ բանակ, այսպես ասած, ասենք, բանակում ծառայությունը կրճատվեց 1.5 տարով, բայց հարգելի Արմենուհի, մենք տեսում ենք, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրները ավելացնում են իրենց ռազմական բյուջեն, նույնիսկ Վրաստանը։ Հիմա հարց, մենք ինչի հիման վրա ենք կրճատում։ Գիտեք, խնդիրը մեր հասարակության նաև որն է։ Այս անկրագիտություն, ասենք, հա, ես ընդունում եմ, որ մենք երբեք չենք կարող սպառազինությունների մրցավազքի մեջ մտնենք Ադրբեջանի հետ, էլ չասեմ Թուրքիայի մասին, բայց խնդիրը հետևյալն է, մենք կարող էինք մեր սպառազինությունների պակասը եւ միշտ ենք արել դա այդպես լրացնել մեր գործընկերների միջոցով։ Բերեք չմոռանանք Արցախյան առաջին պատերազմի տարիները եւ դրան հաջորդած տարիները, ես հիշեցնեմ ձեզ 96 թվականին Ռուսաստանում բացվեց սկանդալ։ Ռուսաստանը Հայաստանին նվիրել էր 1 միլիարդ ամերիկյան դոլարի զենք եւ զինամթերք, որը բացահայտվեց պրոադրբեջանական գեներալ Լև Ռոխլինի կողմից։ Ադրբեջանական կողմը տարբեր մագարտակներում եւ հատկապես Իլհամ Ալիևի մագարտակով բազմաթիվ հարթակներում, այդ թվում հատուկ Ալիևը այդ հարցը տալիս է ուրեմն օդար երկրյա լրատվամիջոցների հետ հանդիպմանը։ Ինքը շատ պարզ ասում է, որտեղից աղքատ Հայաստանին այդքան զենք, որ 44 օրյա պատերազմի ժամանակ մենք ոչնչացրել ենք ուշադիր 4.8 միլիարդ դոլարի զենք, ոչնչացրել ենք եւ վերցրել ենք որպես ավաշ։ Ջաբրայիլի պահեստները դրա վառօրինակն է, իդեպ հետաքրքիր փաստ նշեմ, այդ Ջաբրայիլի պահեստները անվնաս Ադրբեջանին հանձնելու տեսանյութերը նաև ջնջվեցին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում։ Շատ հետաքրքիր էր, որ հայկականում ընդհանրապես չհրաբարակվեց 44 օրյա պատերազմի ժամանակ եւ հետո, իսկ ադրբեջանցիները դրանք հրաբարակեցին եւ հետո շատ արագ ջնջեցին, թե ինչպես են հայերը անվնաս առանց ուրեմն որևէ ուրեմն ձևաչափով այդ պայեսներում գտնվող զենքը վնասելու նվիրել դա ադրբեջանցիներին։ Իդեպ նաև նշեմ, որ 2023 թվականին
Արցախը գրավելու ժամանակ ադրբեջանցիները եւս նվեր են ստացել մոտ 1 միլիարդ ամերիկյան դոլարի զենք եւ զինամթերք։ Ուրեմն նշեմ հատուկ, Արցախի պաշտպանական բանակը երբեք անկախ չի եղել եւ այդ զենքը պաշտպանական բանակը կարող էր օգտագործել միայն Հայաստանի Հանրապետության իշխանությունների եւ հատկապես մեր պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի գլխավոր շտաբի թույլտվությամբ։ Փաստը հետեւյալն է. ոչ Սուրեն Պաբիգյանը, ոչ էլ գլխավոր շտաբը թույլ չեն տվել 23 թվականի այդ 2-3 օրերի ընթացքում այդ զենքը համապատասխան օգտագործել պաշտպանվելու համար։ Ինչ որ հնարավոր է եղել օգտագործել են, բայց դե գիտեք, առանց Հայաստանի Հանրապետության Արցախը չէր կարող դիմակայել Ադրբեջանին։ Այդ նույն ժողովուրդն էլ պետք է հարցնի, լավ, Ադրբեջանի նախագահան, որ ասում է 4 միլիարդ 800 միլիոն դոլարի զենք 44 օրյա պատերազմի ժամանակ, 23 թվականին 1 միլիարդ դոլարի զենք, այդ զենքը մեզ որտեղից։ Դա թալանված բանակի ունեցվածք է։ Եվ հետաքրքիրը գիտեք որն է, Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ նրան սպասարկող որևէ քաղաքական գործիչ այս փաստը չի մեկնաբանում, որովհետեւ վախենում են, որովհետեւ գիտեն, որ հանգարց փորձեն ընդդիմանալ կամ փորձեն ինչ որ թե կեղծիքի մեջ մեղադրեն Ալիևին, Ալիևը ամբողջը փաստացի ներկայացնելու է։ Դրա համար ծպտուն չեն անում։ Նրանց հույսը գիտեք որն է, հասարակության տգիտությունը, անկրագիտությունը, որ չեն կարդում ադրբեջանական լրատվամիջոցները, չեն նայում ադրբեջանական պաշտոնյաների հայտարարությունները եւ հավատում են, որ Նիկոլը խաղաղություն է բերելու։ Անցանք առաջ բանակ ոչնչացնելուց հետո Նիկոլը Հայաստանը լցնելու է 300-ից 400 հազար ադրբեջանցիներով։ Դա պաշտոնական Բաքվի պահանջն է։ Նիկոլի այս հայտարարությունները բանը մենք Արցախահայերի թեման կփակենք, դուք էլ փակեք Արևմտյան Ադրբեջան, նախ սա դա զուգահեռ չի էլ զուգահեռվում, բայց այնուամենայնիվ սա հայտարարությունը ոչ միայն զուգահեռներ, այստեղ նույնիսկ զուգահեռների մասին խոսք լինել չի կարող։ Իրականությունը ֆանտաստիկայի ժանրի հետ դնես նույն նժարին եւ փորձես առուծախի մեջ մտնել թշնամու հետ, դա ծիծաղելի է, բայց միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը ամեն օրյա ռեժիմով հայտարարում է 300-ից 400 հազար ադրբեջանցի պետք է գան եւ ապրեն Հայաստանի Հանրապետությունում։ Ինչի մասին է խոսքը։ Եվ մենք տեսնում ենք, որ մեր հայրենագիստները պետք է հասկանան, որ հա, եւ 5-րդը անցկացնել Ադրբեջանին շահերին համապատասխան սահմանազատում եւ սահմանակցում։ Ոսկեպարի բնագիչները պետք է հասկանան, որ վաղը մյուսօր իրենց թիկունքում Ասկիպարայում, այդ այսպես կոչված անկլավում, Ադրբեջանը բերելու է մի քանի հազար մարդու լցնի, զորք պետք է լցնի, ոսկեպարն էլ կներեք, բայց կենցաղային մագարտակով ասեմ, պրախադնոյ դվոր պիտի դարձնեն ադրբեջանցիների համար։ Ինչպես ասենք, կարմիր շուկան Արցախում էր, այն որ ադրբեջանցիները ասում էին ամենավերջի հայոյանքներն էին տալիս տեղի բնակիչներին, քարեր էին շպրդում վրաները, ծիծաղում էին, կրագում էին մարդկանց վրա, նույնը անելու են ոսկեպարում, նույնը անելու են Կիրանցում, բերելու են լցնելու են Տիգրանաշենում թուրքերի, հայերին հետ են տալու Արցվաշենը, որտեղ ադրբեջանցիները 100%-ով գիտեն, մի հայ Արցվաշեն չի քնալու, չի ապրելու, որովհետև Արցվաշենը ամպիդան է ապրելու համար, բոլոր ձևաչափերով։ Նիկոլը դրանք բոլորը բան է անելու, հետ է վերցնել, այդ բոլորը ասելով Արցվաշենը հետ է վերցնելու, ասելու դե դուք չգնացիք, ես Լևոն Տեր-Պետրոսյանի տվածը հետ վերցրեցի, դուք էլ չգնացիք ապրելու։ Ես հարց եմ տալիս, ասենք մեր հայերը տեսել են, մեր հասարակությունը տեսել է ադրբեջանցիները ինչեր են կառուցում ջերմուգի մոտ։ Եթե որևէ մեկը կա, որ երազում է, որ ջերմուգի մոտ գրաված տարածքները ադրբեջանցիները հետ են տալու, ես այդ մարդուն, ինչ ասեմ, ցավակցելու եմ, որտեվ դա անմեղսունակության գագաթնակետն է։ Մարդիկ Քարվաջարից 2-3 ճանապարհներ են կառուցել դեպի ջերմուգի մոտ տանող դիրքեր։ Մեր հայերը եթե երազում են, որ ադրբեջանցիները պետք է իշխանասարի դիրքերը հետ տան, ուրեմն ինչ ասեմ, ցավակցում եմ կրկին, որտեվ իշխանասարի դիրքերը վերահսկելով Ադրբեջանը ամբողջությամբ վերահսկում է Հայաստանի կենտրոնական մասերը, հյուսային մասերը
հարավի հետ կապող, ինչպես նաև Իրանի հետ կապող ճանապարհը երբ ուզենա փակելու է այդ ճանապարհը։ Եթե ամփոփելու լինենք մեր զրույցը, ցավոք սպառնում է ժամանակը, հասկանանք ինչ սպասենք 2026-ին։ Այս պատկերը հասկանալի է, պարզ է, ինչքանով է հանրությանը հասկանալի, դժվար է ասել, այնուամենայնիվ ինչ սպասել։ Այնուամենայնիվ, այս ինչ որ ես ասեցի, մարդիկ պետք է մտնեն, ընդդիմադիրները պետք է մտնեն գյուղ առ գյուղ, մարդկանց հավաքեն ու բացատրեն, որ Արարատյան դաշտավայրի գյուղացիներին սպառնում է վդարում։ Թուրքերը ամեն ինչ անելու են Հայաստանի գյուղատնտեսությունը ոչնչացնելու համար։ Մենք առանց այդ էլ տնտեսություն չունենք։ Մեր տնտեսությունը հիմնականում հումքային է։ Մենք ինչ որ հիմա դուրս ենք անում, հիմնականում այդ մոլիբդենը, պղինձը եւ այլն, մենք դրա հիմքի վրա տնտեսություն չունենք, մենք ծանր արդյունաբերություն չունենք։ Մենք ընդհանրապես հումքն ենք դուրս տալիս։ Մեր թեթև արդյունաբերությունը, սննդի արդյունաբերությունը շատ փոքր է։ Մեր գյուղատնտեսությունը որոշ չափով թույլ է տալիս մեզ ապահովել բնակչության թվականակ Արարատյան դաշտավայրում, թուրքերը ամեն ինչ անելու են գյուղացիների կյանքը անելանելի դարձնելու համար։ Եվ թուրքական կողմը ամեն ինչ անելու է Նիկոլի թողտվությամբ, որ դե տնտեսական մրցակցություն է։ Թող թուրքը բերի լոլիկը վաճառի 200 դրամով, դու էլ դարձրա 200 դրամ։ Սա դեռ հարց է կբացվի ճանապարհը թե ոչ։ Նախ էդել ասեն, դուք ուշադիր եղել եք, որ մեզ արդեն սկսել են կերակրել, ասեն, Turkish Airlines-ը բացելու է Երևան-Ստամբուլ չվերթներ։ Ինչի հիմա Turkish Airlines-ը որ չի թռնում Երևան, Atlas Jet-ը կամ Fly-One-ը չեն թռնում Ստամբուլ, թող Turkish Airlines-ը լինի Խաչատուր Սուկիասյանին պատկանող, ինչքան գիտեմ, բաժնեմաս ունի այդ Fly-One-ի մեջ, դա կամ Atlas Jet-ը, կամ ասում է, այն օրը կավտում եմ այդ քլչին հայտարարությունը, 2026 թվականի հունվարի 1-ից դիվանագիտական եւ չգիտեմ ինչ հadoop բաներ անձնագրեր ունեցող մարդկանց վիզան անվճար է։ Լավ, դա ինձ, ձեզ, մյուսներին ինչ Այդ քանի դիվանագետ Հայաստանից տարվա մեջ գնալու է Թուրքիա, որ այդ վիզան անվճար է լինելու։ Կամ ասում են երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի հայ-թուրքական սահմանը։ Ինձ ինչ ասենք Ֆիլիպինցին Իգդիրից մարգարայով գալիս է Երևան, ինձ ինչ։ Վաղը մյուս օր կվերականգնեն, ասենք Անի կամուրջը պատմական Թուրքիայի տարածքում գտնվողի դեպ ու կասեն մենք գիտեք ինչ մեծ լավություն արեցինք Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Ինձ ինչ ամենօրյա ռեժիմով քանդում են հայկական եկեղեցիները, ուրեմն խաչքարերը պղծում են, վանքերը պղծում են Արցախում ամենօրյա ռեժիմով այդ նույն թուրքերը։ Անի կամուրջը պատմական վերականգնվեց, ինձ ինչ Թուրքիայի պետական բյուջե է գնալու կամ տեղական բյուջե է գնալու տուրիստերի ստացած գումարները, մենք ինչ որ գումար դրանից աշխատելու ենք, չէ, հետաքրքիր են էլի ասեք, երրորդ երկրի քաղաքացիների համար բացվում է հայ-թուրքական սահմանը, ինչ որ ուզբեկ պետք է Թուրքիայից գա կամ ֆիլիպինցի կամ ֆրանսիացի թեկուզ, ինձ ինչ։ Եթե ես դուք չենք գնալու Կարս, այստեղից ու մեկից Վալեյով, Փոսոֆով իջնելու ենք Արդահանով գնանք Կարս կամ Բաթումով ենք գնալու Թուրքիա կամ Երևանից թռնելու ենք Ստամբուլ, ինձ ինչ կամ ձեզ ինչ։ Ասենք հասկանում եք, այսպիսի կաբիկ շոուներով ու վադը գիտեք որն է, այս կաբիգությունը հովանավորվում է նաև Նիկոլի իշխանության կողմից, հատկապես այդ Ռուբեն Ռուբինյանը ինչ է, քլչի Ռուբեն եմ ես դրան ասում, քլչը եւ իր քլչիկները Հայաստանի Հանրապետությունում։ Ամանորյա մաղթանքով կամ լավատեսությամբ ավարտենք։ Ես չեմ ուզում հորետես լինեմ, բայց ամեն դեպքում ես պետք է նշեմ, որ 26 թվականը մեր պետության համար շրջադարձային է լինելու։ Եվ խնդիրը նրանում է, որ մենք ինքներս պետք է ընտրենք մեր ապագան։ Գիտեք, մենք սիրում ենք սրան նրա վրա բարթել։ Մեր խնդիրները, ասենք, Նիկոլան Հողը գնում է Պրագա 2022 թվականին ստորագրում է համապատասխան փաստաթուղթ, որ Արցախը Ադրբեջան է, մեր ժողովուրդը փորձում է մեղադրել դրանում ռուսներին։ Ամեն ինչում մենք մեղադրում ենք ռուսներին, ֆրանսիացիներին, ամերիկացիներին, Իրանին, հույսերս, դնում ենք որ Իրանը չի թողնի, չէ։ Եթե մենք մեզ պետք չենք, մենք ոչ մեկին պետք չենք։
Եթե մեր տարածքն է պետք, իրանք այդ տարածքները տարբեր ձևաչափերով, տարբեր ժամանակաշրջանում կգրավեն առանց մեզ։ Խնդիրը հենց սրանում է, որ մենք ազգովի տառապում ենք այդ գեղչկային ճարբգությամբ։ Ես ուրեմն կենցաղային մագարտավ ասեմ, կներեք, գեղցի շուստրյակ ենք մենք։ Մտածում ենք, որ մենք թաքնվենք այսպես, մենք մեր կեղտոտությունը անենք, հետո գցենք ռուսն է մեղավոր, մենք մեր կեղտոտությունը անենք, ասենք Ամերիկան է մեղավոր, չէ, մենք ենք մեղավոր։ Հենց մենք ենք մեղավոր։ Իսկ բոլորի համար Պուտինի, Թրամփի, Մակրոնի, ուրեմն Էրդողանի, Ալիևի համար Նիկոլը նվեր է, ինչ ասում են, անում է։ Խնդիրը մեր մեջ է, եւ մենք այդ խնդրից պետք է ձերբազատվենք։ Ձերբազատվելու երկու տարբերակ կա՝ ընտրությունով կամ հեղափոխությունով, ինչպես ասում էր Նիկոլը։ Ես հագաօրինական ոչինչ չեմ ասում, ինքը ասում էր, եթե ժողովուրդը թեմ է, թող հեղափոխություն ասի, այո։ Խնդիրը հետևյալն է, երկու տարբերակ կա Նիկոլից ձերբազատվելու։ Մեկը հեղափոխությունն է, մյուսը ընտրությունն է։ Օրինակ ես կնախընտրեի հեղափոխական մեթոդը, որովհետև Նիկոլը կրկնում եմ, ամեն ինչ անելու է վերադադրվելու համար, եւ դա կապված չէ Հայաստանի Հանրապետության հետ, այդ հեքիաթները մենք մի կողմ տնենք, այդ մարդը մտածում է իր սեփական մորթու մասին, որովհետև ինքը հանցագործ է։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի։ Խնդրեմ։ Այսքան եմ հարգելի հետևորդներ, Գալայի հյուրը պատմաբան Գագիկ Համբարյանն էր, կհանդիպենք առայժմ։